դեպի վիլայեթացում։ Հերթը բջջելիստումը միավորում տեսնում եք թերի դարձյալ այդ պարակտված առնվազն պարոն նախագահի ելույթում խոսեց նաև դրա մասին։ Մենք կարծում ենք, որ դեռ ժամանակ կա, որպեսզի ընդդիմադիր հիմնական դերակատարները, մանավանդ նրանք, ովքեր որ մասնակցելու են ուղղակի ընտրություններին, ջենտլմենական համաձայնագիր կնքեն, որպեսզի մեկը մյուսի դեմ չպայքարի։ Քանի որ շատ եք խոսել, որ ձեր նպատակը Հայաստանում իշխանափոխությունն է, պարոն Շահմազանը, օրինակ եթե վաղը Մեր նպատակը անկախ ու ազգային Հայաստանի կայացումն է, որին անհնար է հասնել այս իշխանությունների պարագայում։ Ոչ թե նպատակի իշխանափոխությունն է, այլ իշխանափոխությունը միջոց է, որպեսզի մենք կարողանանք կառուցել եւ շարունակել կառուցել այն պետությունը, որը հիմք են դրել երրորդ հանրապետության հայրերը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Եթե վաղը փողոցում սկսվի պայքար, փողոցային պայքար, դուք նախկին ակտիվությամբ նկատի ունեմ հարաբերական։ Առանց եթեի այս 7 տարիների ընթացքում չի եղել որևէ ընդդիմադիր համազգային պայքար, որտեղ հանրապետականները պայքարի առաջնագծում չեն եղել։ Միգուցե ամբիոններում չեն եղել, բայց պայքարի առաջնագծում եղել ենք, կալանավորվել ենք, ձերբակալվել ենք, մեր փոխնախագահ Աշոտյանը 200-ից ավել կալանքի մեջ է եղել, այսօր էլ մեր ընկեր Դավիթ Համբարձումյանը տնային կալանքի մեջ է։ Իսկ ի՞նչն է խոչընդոտում իշխանափոխության հասնելը։ Շատ բաներ են խոչընդոտում եւ ներքին եւ արտաքին, բայց ես մի բան կարող եմ ասել։ Եթե հանրությունը ուշադիր լսի իմ ելույթը եւ ընտրությունը կատարի անկախության հռչակագրի ու վիլայեթացման միջև, համոզված եթե այդ գիտակցումը լինի, Նիկոլը չի վերընտրվի։ Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ կեղծիկի իշխանությունը, ինչպես միշտ խաբում է ժողովրդին։ Խաղաղությունից խոսում է մի իշխանություն, որը բերել է առնվազն 3 մեծ պատերազմ, արժանապատվությունից խոսում է մի իշխանություն, որը մուրացկանի կարգավիճակ ունի միջազգային հարաբերություններում, եւ ինքնիշխանությունից խոսում է մի իշխանություն, որի երաշխիքը, ինչպես դուք ասեցիք, երաշխավորը Իլհամ Ալիևն է։ Լացեմ այն հասարակության, այն պետության, այն քաղաքական ուժերի վրա, որ երաշխավորը պետք է լինի Իլհամ Ալիևը, որը աշխարհի հայությանը համարում է սպառնալիք ու թշնամի, եւ որի օմբուդսմենը դիմել էր միջազգային կառույցներ, որպեսզի 1918 թվականի Բաքվի գործողությունները ներկայացնել որպես հայերի ցեղասպանություն ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։ Եվ որի պահանջով Նիկոլ Փաշինյանը խելոք պատրաստվում է փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Երեխեք ջան, ամեն ինչ շատ պարզ է։ Սա հայկյու բելի կռիվ է։ Հայկյու բելի կռիվ է։ Մի բան էլ ասեմ։ Իմ տեսած, լսած, կարդացած ամենամեծագույն հայերից մեկը Գարեգին Տեր-Հարությունյանը, նույն ինքը Գարեգին Նեժդեհը 27 թվականին ասել է. խաղաղության չարաշահումը պարտված ժողովուրդների համար կարող է աղետաբեր լինել։ Ամեն գնով խաղաղություն մեզ պետք չի։ Արցախում էլ է խաղաղություն, Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա։ Եթե մենք Հայաստանի համար նման խաղաղություն ենք ուզում, ուրեմն դա լավագույն ճանապարհը չէ։ Դա ճանապարհը դեպի ուղիղ գերեզման։ Հետևաբար մեր կոչը համախմբվել, այն ժամանակ ասում եք հանրապետականը չլինի, լավ կլինի, նախկիններն է խանգարում, ախպեր մենք հետ ենք հաշվել։ Ճիշտ է, մենք այդ կարծիքին չենք, նախկին ու ներկան արհեստական բաժանում է, բայց եթե նախկին ու ներկա են անում, նախկին Շուշիի ազատագրումն է, նախկինը Ապիլյանի հաղթանակն է, ներկան Ադրբեջանի առաջ ծնկի գալն է, բայց եթե նույնիսկ կան հասարակության մեջ ազնիվ մոլորյալներ, որոնք կարծում են, որ հանրապետականը որպես նախկին իշխանություն, իր ակտիվ գործունեությունը, իր առաջադրումը կարող է խանգարել ընդդիմության ազգային ուժերի հաղթանակին, խնդիր չկա։ Մենք մեր եսը խոնարհում ենք, հետ ենք հաշվում եւ ասում ենք պաժալուստը պատրաստ ենք բոլորիդ օգտել, այնքան թե այս չարիքից ազատվենք։ Կրկնում եմ, մենք հայրենիք ենք ուզում, ոչ թե պաշտոն։ Շնորհակալություն, գնամ քվեարկեմ։